Հարգելի պարոն Գրիգորյան, որքան տեղյակ եմ, եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի վերջինիս տարեսկիզբին է տեղի ունեցել, որքան ես եմ տեղյակ։ Դրանից հետո եւ հատկապես օգոստոսի 8-ի համաձայնագրից հետո մենք ունենք շփումներ կան եւ փոփոխություններ կան եւ որոշումներ կան եւ ինչ ընթացքի մեջ է, խնդրում տեղեկացնեք մեզ եւ հանրությանը։ Շնորհակալություն։ Արդյոք կպատասխանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, մեր ինչ-որ կոնտակտներ կան, գործընկերոջս հետ բարբերաբար շփումներ կան, աշխատանքային։ Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, մենք այցելեցինք միասին Հարավ եւ Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRIP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների եւ գործընթացի, որը ուղղակիորեն կապ կունենա ենթակառուցվածքների լոկացիայի հետ, բայց նաեւ իհարկե առանցին կոնտակտներ կան աշխատանքային, որոնք վերաբերվում են ուղղակիորեն գործընթացի շարունակությանը, բայց ես բան ավել բան չեմ կարող ասել, կարծում եմ, որ կոնտակտները կոնստրուկտիվ են եւ որոշ ժամանակ անց մենք կունենանք հրապարակելու տեղեկատվություն առայն թե երբ կլինի հաջորդ հանդիպումը, այսքանը։ Ունեք արձագանք, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյանից առավելապես հետաքրքիր է, արդյոք փոխկապակցված են օգոստոսի 8-ի համաձայնագրի դրույթները եւ սահմանազատման գործընթացը, թե դրանք առանձին պետք է տեղի ունենան ի վերջո վերջնական պայմանագրի կնքումից հետո արդեն վերջնականացան։ Այդպես է իմ պատկերացում կուզենայի հաստատեիք կամ գլոբալ իմաստով ինչ խոսք, պարոն Բագրատյան, օգոստոսի 8-ի իրադարձությունը միանգամից հանգեցրեց նրան, որ երկկողմ ստիմուլ կա գործընթաց շարունակելու սահմանազատման եւ դա ըստ էության քննարկվում է։ Բացի դա, նաեւ իհարկե ավելի կոնկրետացավ խոսակցությունները այն մասին, թե ենթակառուցվածքները ինչ դիրք կունենան եւ դիրքից կախված որ հատվածները մենք պիտի սահմանազատենք, որպեսզի աշխատանքները նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք։ Երկուսն էլ այո սահմանազատում է, բայց այդտեղ հնարավոր է որ ինքը արտահերթ ինչ-որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք, բայց առանցին անկախ դրանից մենք մեր գործընթացը վստահ եմ որ կշարունակենք։